ինքն առաջինը լսեմ, ես հետո մոտեցա։ Ամեն առավոտը բարձանում են ծանրաքաշ բեռնատարներ, բենզավոզներ, բեռնատարներ, վերևը կատարվում է ինչ-որ մարդկանց, ասում են վերադասների, օլիգարխների շենքեր, այս շենքը տուժում է ձայնով, մարդկանցով եւ այլն, հիվանդ երեխա, փոքր երեխաներ, ամեն օր զգուշացրել ենք, ասել ենք, միևնույնն է, շինարարը ասել ենք, որ մի օր այդ ծանր մեքենան շուռ է գալու։ Շինարարությունը չեն դադարեցրել ու այսօր եղավ այս ահավոր դեպքը, պայթունից բոլոր ժողովուրդը դուս են թռել։ Այն կողմը մեկի մեքենան վնասվել է։ 3 մեքենա վնասվել է։ Գազի տրուբան մեծ ամբողջ ամբողջ այս շրջանը մատակարարող գազի տրուբան պայթել է անգել է ներքև ու հիմա այրվում է մեքենան իր անիվներով, իր մեջի բենզինով, կարծեմ նույնիսկ բենզատարա, չգիտեմ, չեմ տեսել ես, ինչ ճիշտն է ճիշտը։ 3 հատ պայթյուն ունեցա, առաջին պայթյունը շատ ուժեղ էր, ապակիները շարժվեցին, եկա լուսամուտի մոտ տեսա կրակ, խայտարակ կրակ, հետո երկրորդը, հետո երրորդը եւ այնտեղ 3 հատ ավտո միանգամից այդ ավտոները Հարևաններից նշեցին, որ ասում եք օլիգարխների տներ են կառուցվում, Ալեն Սիմոնյանի անունը տվեցին, դուք տեղեկություն ունեք։ Մենք որևէ բան տեղյակ չենք, մենք մենակ իմանում ենք, որ ես ինքս տեղյակ չեմ, որ ամեն գիշեր մեծ ավտոներ քարերով վերևից գալիս են եւ նույնիսկ էշում են վերև եւ մենք զգուշացրել ենք, որ մի օր այնտեղ ճանապարհ փակել են։ Հա, այս ցածով է եւ այդտեղ էլ քարե բան, ասֆալտ էլ չի, քարե նեղ ճանապարհ է։ Եվ այդտեղ մենք ասեցինք, որ այստեղ մի օր շուռ է գալու ավտո։ Թղապետրանը տեղյակ է։ Ամեն տեղ մենք լուր ենք տվել, բայց պատասխան չկա։ Պիտի այս դեպքը պատահեր որ ելներ։ Հիմա լրի մեր շենքի հոժացներ կան։ Չգիտենք, մեզի մենակ ասեն, որ տունից դուրս եկեք։ Մենք էլ մենակ հազի մի բան վերցրանք ու դուրս եկանք։ Շատ սարսափելի էր, շատ սարսափելի ձայներ ու կրակը խայտարակ էր։ Չէ, տունից հանում են։